Վանաձորի Թևոսյան մեքհասցեում գտնվող Երկհարկանի Փայտաշեն հանրակացարանի բնակիչները ահազանգել էին լոռի հեռուստաընկերության թեժգծին։ Հանրակացարանը զուրկ է կոմունալ որևէ հարմարությունից։ Բնակիչները ասում են, որ տարիներ առաջ կոյուղագիծը վնասվել է եւ աղբը առ այսօր շարունակում է լցվել շինության տակ։ Մաքրելը եւ կոյուղագիծը նորոգելը դարձել է անհնար։ Ստիպված են ապրել աղբի ու գարշահոտության մեջ։ Գարշահոտությունը միակ ցավը չէ։ Տարրական հիգիենան ապահովելը դժվար է։ Հանրակացարանի բնակիչները պայմանագիր չեն կնքել լոռի ջրմուղ կոյուղի փակ բաժնետիրական ընկերության հետ։ Բաժանորդ չեն, հետևաբար եւ չեն կարող ջուր պահանջել։ Ջուրը ավանդական պապենական տարբերակով դույլերով բերում են հանրակացարանից զգալի հեռավորության վրա գտնվող աղբյուրից։ Այս պայմաններում բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ եւ վարձով բնակվելու հնարավորություն չունեն։ Բնակիչները պնդում են, պատերը իրարից հեռացել են։ Դրսից ներսը, ներսից դուրսը դժվար չէ տեսնել։ Լրիվ էս լինոյները ջարդված է, այդ լրիվ պատերը իրարից առանձնացված է, հիմա էսա որ գարունք եկավ, չէ, ճիշտն ասած լրիվ ջուրը որ բաց եք թողնում, լրիվ ворթեր է։ 2 տարվա համար նախատեսած հանրակացանել, արդեն 23 տարի է, նստում է գրիշնել է նստել։ Թևոսյան 1-ի A 8 տնակի բնակչուհի Հասմիկ Սեդրակյանը 5 երեխայի մայր է, արդեն 8 տարի է, ինչ ընտանիքը բնակվում է հանրակացարանում։ Պահել 5 անչափահասի սառը սենյակներում այլևս անհնար է։ Շինությունը փայտաշեն է եւ հրդեհներից խուսափելու նպատակով գազ օգտագործելն արգելված է, փայտ վառելը եւս վտանգավոր է, իսկ էլեկտրականությունը չափազանց թանկ է։ Ստիպված ձմռանամիսներին երեխաների հետ տեղափոխվում է մոր տուն, սակայն նշում է, որ մայրն էլ թոշակով է գոյատևում եւ նրա հույսով ապրել չեն կարող։ Ամուսինը եւ միջնեկ տղան հաշմանդամություն ունեն։ Ամուսինն աշխատել չի կարող, երեխաներին պահում է սոցիալական նպաստով եւ տղայի հաշմանդամության թոշակով։ Զորով է 5 երեխուն, 2 երեխուն տալիս եմ գիշերօթիկ դպրոցը, 2-ը մանկապարտեզ են հաճախում զեղչով եմ։ Անցյալ տարի կռիսը կանալիզացիայից բարձրացել էր 8 ժամ էր, լույս էլ չկար, անջատված էր, լույլ կան կուխնյայում էր դրած, երեխեմ եկել տենամ ճված, բարձր ձայնով ճված, վեր կացա տենամ որ ձեռքը քսի երեխերես ին տեսա կպչմա, ասի վայ, ասի ինչ ա եղել։ Ու տեսա թփալ են մեկը իջավ ներքև երեխու անկողնու վրայից։ Ես ասի երևի կատումատու ա բարձացել, չեմ նկատել։ Այնա նոր մոմը վառեցի, տեսա որ երեխու վրա սա ականջի մասը մեջի։ Մեկ էլ այս մասը սաղ բաներ արեք, քրել էր։ Հանրակացարանի բնակիչները պնդում են, որ տանիքը նորոգման կարիք ունի։ Ոտքը հենում են հատակին, հատակը պատերից պոկվում է։ Բոլորը միահամուռ բնակարան են ուզում ստանալ։ Այս տարի կտամ, գնում եմ, ասում են մյուս տարի կտամ, այն մի տարի կտամ, ես 8 տարի ստացել եմ քաղաքապետարանն տվել։ Ես ու ամուսինս որ ամուսնացել ենք, ասա մտեք զավոդն աշխատեք, ծանր գործի տակ ենք մտեք ուսս աշխատել ենք, գրանցվել ենք հանրակացարանը, մեզի գրանցումն ապահովեցին, բայց ստեղ տուն տվեցին, որ ստեղ ապրենք մինչեւի տուն տան։ Հիմին գրանցումը ոչ թե ստեղ է, այս Շիրակի 66-ով է։ Քանված հանրակացարանի վրա։ Ես Շիրակի գրանցում եմ, ես գիտեմ ստեղից Թևոսյանից զինվոր տա։ Ես գիտեմ ամեն փաստաթղթի համար ուր ասես հնգնեմ, որ հիմա ամուրը իմ փաստաթուղթը։ Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պարավյանի հետ։ Նա նշեց, որ Վանաձորում 1988-ի երկրաշարժի հետևանքով տնակային ավանում բնակվող միայն մեկ ընտանիք է մնացել։ Մնացյալն արդեն ապահովվել են բնակարաններով, մինչդեռ ոչ աղետի հետևանքով տնակային ավաններում բնակվող դեռևս շուրջ 600 ընտանիք կա։ Իրականացվել են մի շարք ծրագրեր։ Վանաձոր համայնքի կողմից վարձակալվել է ուսանողական 10 հասցեում գտնվող հանրակացարանը, որտեղ ներկայումս բնակվում է 76 ընտանիք։ Երևանյան 90 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վանաձոր համայնքի համատեղ ներդրմամբ վերափոխվել է հանրակացարանի։ Այստեղ բնակվում է 56 ընտանիք։ Արդաբարեգործական հիմնադրամի Ֆուլեր տնաշինական կենտրոն հասարակական կազմակերպության եւ Վանաձոր համայնքի համատեղ ներդրմամբ կառուցվել է 45 փրփրապլաստե առանձնատուն։ Ինչ վերաբերում է Թևոսյան մեքասցեի տնակային հանրակացարանի բնակիչների խնդրին, ապա ծրագիրը շարունակական է, բայց դեռևս չի ընդգրկված Թևոսյան փողոցի հարակից տնակներում բնակվող ընտանիքները, նկատի ունենալով, որ այդ տնակների վիճակը բավականին, ասենք, ավելի փայտե տնակները ավելի բնակության համար պիտանի են, քան թե Սանտ-Պետերբուրգյան փողոցում, Սանտ-Պետերբուրգյան տնակային ավանում գտնվող մետաղյա տնակները, որոնք որ բավականին, ասենք, արդեն բնակության համար ոչ պիտանի են։ Ժամանակավոր կացարանների վերանորոգման խնդիրները իրականացվում են դրանցում բնակվող ընտանիքների միջոցներով։
Հերմինե Օհանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։